եւ ֆորշնյալ առավոտ սիրելի հարազատներս։ Զատիկի շաբաթն է եւ ես օրհնում եմ Հիսուս Քրիստոսի անունով յուրաքանչյուրիս, ով իր կյանքը տվեց մեզ համար, որպեսզի մենք ապրենք, ում հարությամբ հնարավոր դարձավ փրկությունը, հավիտենական կյանքը։ Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, ձեզ ողջունել եւ մեր Աստծուն փառաբանել մի Սաղմոս բանաստեղծությամբ, որ Սուրբ Հոգին է դրել իմ հոգում։ Թող այն առաջնորդի մեզ, սովորեցնի մեզ, խոնարհեցնի մեզ, որ քայլ-քայլի Քրիստոսին նմանվենք։ Ծառա թագավորը։ Խաչի սարսափն էր Հիսուս քեզ սպասում, բայց դրանից առաջ աշակերտներիդ դու հավաքեցիր ու նրանց միջոցով մեզ բոլորիս մի հավիտենական դաս տվեցիր և օրինակ սահմանեցիր։ Անսպասելի էր արարքը քո, ստորացուցիչ ու անհարիր այն թված։ Պետրոսն անգամ աղաղակեց, թե ինչ ես անում, ով իմ Տեր, դու իմ ոտքերը լվանաս։ Այո սիրելիս, մեր Տեր Աստվածը, թագավորը ճշմարիտ, սրբիչն առավ իր ձեռքը և կռացավ, ծառայի պես նրանց ոտքերը լվացավ։ Ու ամեն անգամ, երբ իմ էգոն իմ մեջ գլուխ է բարձրացնում, ու ես ուզում եմ, որ ինձ ծառայեն, ու ես ուզում եմ, որ ինձ կարևորեն և իմ առաջ խոնարհվեն, ես հիշում եմ Հիսուս Քրիստոսին, իմ ծառա թագավորին, որ թե ուզում ես կարևոր լինել, ուրեմն էգոդ մի կողմ շպրտի ու խոնարհվի և ծառայի։ Հիսուս իմ Տեր, իմ թագավոր, ծառայողի սիրտ տուր ինձ, թող ծառայել ես շատ սիրեմ, ու ամեն բան խոնարհությամբ, սիրով և աստվածային ուրախությամբ ես անեմ։ Սրտիս դիրքը, Տեր, շիտակ դու պահիր, որ չգոռոզանամ ու չպարծենամ, այլ միշտ ես հիշեմ, դու ծառայեցիր, որ ես քեզնից սովորեմ ու քո գործը շարունակեմ։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ օրինակ եղար դու ինձ համար, հակապատկերն ես դու այս աշխարհի, և ես ընտրում եմ քո ուղով գնալ։ Խոնարհվում եմ Տեր քո առաջ, համաձայնվում քո կամքին, քեզ եմ տալիս ինձ լիովին, որ ծառայեմ քո գործին։ Օրհնյալ լինի Հայր Աստված, օրհնյալ լինի Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված, որոնք հնարավոր դարձրեցին փրկությունը, մեղքերի թողությունը, կյանքը և հավիտենական կյանքը Աստծո հետ։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Այսօր քննենք նախ ու հասկանանք, թե վերջին դատաստանի ժամանակ, վերջին օրը ինչքան բանի համար պատասխան պիտի տանք, եթե չապաշխարենք, եթե դարձի չգանք։ Որքան աղոթքներ, հորդորներ ու խրատներ, որ արվել են մեզ համար, որ լսել ենք, բայց արհամարհել ենք։ Ախր դրանք բերվելու են մեր դեմ որպես ցուցմունք մեզ դատապարտելու համար։ Յուրաքանչյուր քարոզ, որ երբևիցե լսել ենք ու անցել գնացել ենք ու չենք դարձի եկել, կբերվի որպես մեղադրական ապացույց մեր դեմ։ Նրանց դեմ, ովքեր չեն ապաշխարում։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր իսկապես ապաշխարել են, Քրիստոսը պատասխան կտա նրանց փոխարեն։ Քրիստոսի արյունը կլավանա նրանց մեղքերը։ Աստծո ազատ շնորհի պատմուճանը կծածկի նրանց։ Երեմիա գրքի 50-րդ գլխի 20-րդ խոսքում ասվում է. այդ օրերին և այդ ժամանակ, ասում է Տերը, Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը կփնտրվի, բայց չեն գտնվելու, որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի։ Այսինքն դատաստանի օրը,
Եթե դու ընդունել ես Քրիստոսին, վստահել նրան, ապրել այնպես, ինչպես նա է ասում, մեղքից հրաժարվել ես, ապաշխարել ես, քո մեղքերը կփնտրվեն, սատանան կբերի ամեն բան, որ դու արել ես, իսկ Աստված կբացի իր գիրքը ու կասի, ամեն ինչ ջնջված է Հիսուսի արյունով։ Դրա համար սատանա դու լռիր, ես արդարացնելու եմ այս որդուն կամ դստերը իմ։ Սա ապաշխարողի ապագան է Աստծո դատաստանի առաջ։ Ուրեմն այդպես էլ Հիսուսի արյունը կարդարացնի նրանց, ովքեր ընդունել են Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, ովքեր հավատում են, որ նա Աստծո որդին է, որ նա եկավ այս աշխարհ, մեր մեղքերը իր վրա վերցրեց, խաչվեց, մահացավ, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ, ովքեր վստահել են Քրիստոսին ու ապաշխարել ու ապաշխարում են ու ետ են դարձել իրենց մեղքերից։ Հիսուսի արյունը կփրկի ու կմաքրի նրանց, ովքեր իրենց խոնարհեցրել են Աստծո առաջ, իրենց դատել են իրենց խղճի դատարանում, իրենց մեղքերի անհնազանդության, ապստամբության համար, իրենց մեղավոր են գտել Աստծո առաջ, եւ Քրիստոսը նրանց կարդարացնի երկնային բարձր դատարանում։ Բայց եթե մենք չենք ապաշխարում, ապա մենք անձնապես մեր բոլոր մեղքերի համար հատիկ առ հատիկ հաշիվ պիտի տանք Աստծուն վերջին օրը։ Անձնապես դա պիտի անենք։ Ուրիշ ոչ մեկ քեզ համար պատասխան չի տալու։ Դու չես կարող մեղադրել մամայիդ, պապայիդ, տատիդ, պապիդ, նախնիներիդ, կառավարությանը, ընդդիմությանը։ Էս ինչ մեկը սենց արեց, դե ես էլ գնացի, արեցի, չես կարողանալու։ Ամեն մեկը կանգնելու է Աստծո առաջ եւ ինքը պետք է պատասխան տա դատաստանի օրը իր գործած ամեն մեղքի համար, կլինի մտքով, կլինի ձեռքով, աչքերով, սրտում, բացահայտ, թաքուն, կապ չունի։ Եվ անապաշխար մարդիկ չեն ունենա Հիսուս Քրիստոս դատապաշտպանին, որ իրենց անունից պատասխան տա Աստծո առաջ։ Չզղջացող, անապաշխար, մեղավոր մարդ, հիմա քեզ եմ դիմում, դու գիտես ով ես դու, հիմա մտածիր, ինչպես ես կարողանալու քո դատավորի Հիսուս Քրիստոսի երեսին նայել։ Քո դատական գործը անհույս գործ է, եւ դու վստահաբար դատապարտվելու ես։ Հոբ 31:14-ում ասվում է. այն ժամանակ ես ինչ կանեմ, երբ Աստված վեր կենա ու երբ նա քննի, ես ինչ պատասխան կտամ։ Մտածի այս մասին, ով մարդ, այսպիսով ապաշխարի հիմա, որովհետև թե մտածում ես, թե դու քեզ կարող ես արդարացնել Աստծո առաջ, կարող ես պլստալ սապունի պես ինչ-որ ձևով, երբ չունես Հիսուսին որպես քո դատապաշտպան, քո փրկիչ ու Տեր, դու խաբում ես ինքդ քեզ, կամ ավելի վատ թույլ ես տալիս, որ սատանան քեզ խաբի։ Հավատա, իմացի, որ պատասխան չես ունենալու, հավանաբար լեզուդ կապ է ընկնելու ու ահ ու սարսափ է գալու վրադ։ Ու թե ինչ որ բան էլ կարողանաս բարբաջել քեզ արդարացնելու համար, այն չի ընդունվելու ու դու կհայտնվես այնտեղ, որտեղ չէիր ուզենա լինել, բայց ուշ կլինի։ Այդ մեղքերը, որ քեզ հաճույք են պատճառել, հիմա վզիտ կախաղանի համար են լինելու։ Այն սատանան, որ քեզ խաբել է, թե ամեն բան լավ է, ես քեզ հարստություն էլ կտամ, պաշտոն էլ կտամ, միայն թե դու Աստծուն մի դարձի, այդ նույն սատանան քեզ մեղադրելու է եւ պահանջելու է, որ քեզ դժոխք նետեն։ Ողորմի ինքդ քեզ եւ դարձի արիր։ Իսկ հիմա անցնենք վերջին 12-րդ գլխին, չնայած այսօր այն լիովին չենք ավարտի, եւ շարունակենք խոսել ապաշխարության տանող մնացյալ քայլերի մասին։ Դեպի ապաշխարություն տանող երկրորդ քայլը խելամիտ համեմատությունն է։ Ապաշխարությունը եւ անապաշխարությունը
իրար կողք կողքի դրեք ու համեմատեք և տեսեք տարբերությունը։ Ձեր աչքի առաջ փռեք մտովի ապաշխարությունը և անապաշխարությունը, դրանց հետևանքները, և Աստծո խոսքի լույսով, ոչ թե ձեր մտքով, այլ Աստծո խոսքի լույսով քննեք ու տեսեք, թե որքան ողբալի է չապաշխարող վիճակը, չապաշխարած մարդու վիճակը և որքան բարելաված է, հարմարավետ է ապաշխարողի վիճակը։ Որքան տխուր ու դառն էր անառակ որդու համար, նախքան նա իր հոր մոտ վերադարձավ։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, եկեք թույլ տանք դարերի խորքից Հիսուսը մեզ նորից պատմի այս առակը, անառակ որդու առակը։ Կարդանք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-ից 32 խոսքերը։ Դարձյալ Հիսուսը ասաց. մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր ինձ ունեցվածքիդ ինձ հասնող բաժինը։ Եվ հայրը ունեցվածքը բաժանեց նրանց միջև։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց, անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջ ունեցվածքը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ։ Ինքն էլ սկսեց չքավոր դառնալ և գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և նա այս որդուն իր ագարակը ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Անառակ որդին ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, կաղնիով, բայց ոչ ոք նրան չէր տալիս, և սթափվելով ասաց. քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց են ուտում, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկը արա։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց, վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան, և որդին նրան ասաց. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Հայրն իր ծառաներին ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան, մատին մատանի դրեք և ոտքերին կոշիկներ հագցրեք։ Բերեք պարարտ եզը, մորթեք, ուտենք ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց, և սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր, մինչ գալիս էր մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայնը լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ էր այդ։ Նա էլ ասաց նրան. եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց։ Մեծ եղբայրը բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելներով աղաչում էր նրան, իսկ նա հորն ասաց. ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ և քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր։ Հայրն ասաց մեծ որդուն. որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Սա այնքան ուսուցողական առակ է, այնքան բան մենք կարող ենք սովորել այս առակից, որ ցույց է տալիս Աստծո սիրտը, ցույց է տալիս մեր մեղավոր վիճակը, ցույց է տալիս մեծ եղբոր նման մեր աններող վիճակը։ Տեսնենք մեղքի գոնե որոշ հետևանքները անառակ որդու կյանքում։ Մեղքի պատճառով նա գրեթե մեռած էր, նա մեռած էր հոգևորապես։ Այդ տղան ամեն ինչ ծախսել էր, վատնել էր, մխսել էր,
ցոփ, շռայլ, անաստվածային ու անբարո ու անառակ կյանքի վրա։ Նա ինքն իրան մեղքերի պատճառով հասցրել էր աղքատության։ Նա էլ ոչինչ չուներ, բացի խոզերի բաժին լափը ուտելուց, կաղին էր փնտրում, որ ուտեր, որ սովամահ չլիներ։ Նա խոզի մակարդակին էր հասել։ Գիտեք, խոզի պատկերը այստեղ շատ կարևոր է, որովհետև խոզը հին կտակարանում համարվում էր անմաքուր ուտելիք։ Նա այդ անմաքուր կենդանուց էլ անմաքուր էր դարձել։ Բայց երբ անառակ որդին խելքի է գալիս, զղջում է ու որոշում է վերադառնալ իր հոր մոտ, որին այդպես անարգել էր, որովհետև հարստության իր բաժինը նա պիտի ստանար միայն հոր մահից հետո, բայց նա այնքան լկտի էր, որ նա ցանկացել էր հոր կենդանի լինելու ժամանակ, այսինքն հավասարազոր էր նրան, որ ասեր ուզում եմ հայր, որ դու մեռնես, որ իմ բաժին հարստությունը ինձ հասնի։ Չնայած այս անարգանքին, չնայած այս վիրավորանքին, չնայած հորը այդպես լքելուն, հոր քրտինքը, աղբոր քրտինքը այդպես տանուլ տալուն, չնայած այդ ամենին, երբ նա հետ եկավ իր հոր մոտ, հայրը վազեց դեպի այդ որդին, նրա վզովն ընկավ, նրան համբուրեց, հայրը նրան չստորացրեց, չհամարեց անարժան, նրան դուրս չշպրտեց, այսպես է վարվում Աստված ամեն ապաշխարողի հետ։ Եվ հայրը փոխարենը լավագույն պատմուճանը հագցրեց իր որդուն, ծածկելու նրա ամոթը, ինչպես Եդեմում Աստված կենդանու կաշվից շորեր հագցրեց Ադամին ու Եվային նրանց մեղք գործելուց հետո, ծածկելու նրանց ամոթը։ Հայրը այսպես վերականգնեց իր որդու դիրքը, եւ մեր ապաշխարության միջոցով, Քրիստոսին դառնալու միջոցով հայր Աստված վերականգնում է մեր դիրքը, որ ունեինք ի սկզբանե, երբ նա մարդուն արարեց, մինչև սատանան գողացավ մեր իշխանությունը, ավելի ճիշտ մենք մեր մեղքով հանձնեցինք մեր իշխանությունը, մեր դիրքը սատանային։ Հայրը մատանի դրեց որդու մատին ցույց տալու, որ այդ անառակ որդին նորից ստանում էր այն իշխանությունը, որ կորցրել էր մեղքի պատճառով, եւ պարարտ եզը մորթվեց նրա վերադարձը նշելու համար։ Աստվածաշունչն ասում է, որ ամեն դարձի եկածի համար քեֆ ուրախություն է երկնքում, հրեշտակները ուրախանում են։ Ու Աստված իր անմեղ որդուն խաչը հանեց, զոհողության գար դարձրեց, որ նրա միջոցով դու էլ կարողանաս մեղքից ազատվել ու հայր Աստծուն դառնաս, ինչպես այս անառակ որդին։ Բայց միևնույն ժամանակ այստեղ զգուշացում կա, որ մենք մեկ ուրիշ մեղքի մեջ չընկնենք, ինչպես ավակ որդին, որ չկարողացավ ներել իր եղբորը եւ ընկավ աններողամտության մեղքի մեջ, նեղ սրտության, փող սրտության մեղքի մեջ։ Չնայած չի ասվում, հայրը բացատրում է, ասում է որդիս, ես ինչ ունեմ քոնն է, դու իմ հետ ես։ Բայց քո մեռած եղբայրը կենդանացավ, մեղքի գերուց դադարեց գերի լինել, սատանայի գերին լինելուց դադարեց ուրախացի եւ պատմությունը մեզ չի ասում։ Արդյոք ավակ եղբոր սիրտը փոխվեց։ Մենք դարձի գանք, որպեսի ոչ լինենք անառակ որդին, ոչ էլ ավակ որդին, աններող, ներենք, որովհետև մեզ է ներվել։ Եթե մեղավոր մարդը շարունակում է չապաշխարել, ապա գիտակցում է նա դա թե ոչ, իր անապաշխարությամբ հրաժեշտ է տալիս Քրիստոսին եւ Աստծո ողորմածությանը, նա ինքն իրեն զրկում է Աստծո ողորմությունից ու կյանքի դռնից, որ Հիսուս Քրիստոսն է, նա կորցնում է փրկության հնարավորությունը, բայց եթե մեղավորը ապաշխարում է, ապա անմիջապես նրա մեջ, նրա ներսում Աստծո թագավորությունն է գալիս, դրախտն է հայտնվում, ու Քրիստոսը դառնում է իրենը, իր թագավորը, իր տերը, իր փրկիչը, իր ընկերը, իր եղբայրը, իրեն սիրողը, իրեն բժշկողը, եւ հոգու, մտքի, շնչի խաղաղությունն է դառնում իրենը,
որտև Քրիստոսը նրան տալիս է իր իսկ խաղաղությունը ու ասում է՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Աստծո հետ հաշտությունն է դառնում ապաշխարող մարդու բաժինը։ Նա դառնում է Քրիստոսի հետ Աստծո թագավորության համաժառանգը։ Նման ապաշխարող մեղավորը այժմ կարող է երգել իր հոգու համար և ասել Ղուկաս 12:19-ում ասված խոսքերը. «Եվ ինքս ինձ կասեմ, ով մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես»։ Այդ բարիքները Աստծո բարիքներն են, Աստծո փրկությունը, Աստծո ողորմությունը, Աստծո մեզ հետ լինելը ապաշխարած մարդկանց համար։ Այն պահին, երբ մենք դիմում ենք Աստծուն, շատ ավելին է վերադարձվում ու վերականգնվում մեզ Քրիստոսի միջոցով, քան երբևէ մենք կորցրել ենք առաջին Ադամի և Եվայի մեղքի միջոցով։ Աստված ասում է ապաշխարող հոգուն. «Ես քեզ արդարության պատմուջան կհագցնեմ»։ Աստված ապաշխարողին ասում է. «Ես կհարստացնեմ քեզ իմ հոգու գոհարներով և շնորհներով»։ Աստված ասում է ապաշխարողին. «Ես իմ սերը կպարգևեմ քեզ»։ Աստված ասում է ապաշխարողին. «Ես քեզ թագավորություն կտամ»։ Ղուկաս 15:31-ում ասվում է. Հայրն ասաց նրան. «Որդյակ, ամեն ինչ, որ իմն է, քոնն է»։ Մենք նոր դա կարդացինք։ Սիրելիներ, ուրեմն պարզապես համեմատենք մեր իրավիճակները նրանք, ովքեր ապաշխարել են արդեն, նախքան ապաշխարությունը և ապաշխարությունից հետո։ Մինչև մեր դարձի գալը, մինչև Հիսուսին ընդունելը և ապաշխարելը, միայն կային ամպեր ու փոթորիկներ։ Ամպերը կարծես ծածկել էին Աստծո դեմքը թաքնված էր մեզանից, իսկ փոթորիկն էլ մեր մտքի ու մեր խղճի մեջ էր։ Բայց ապաշխարելուց հետո, ինչպես եղանակն է փոխվում փոթորկից հետո, փրկության արևը ծագեց, Հիսուս Քրիստոսը, Աստծո լույսը մտավ մեր մեջ, Աստծո փառքի լույսը մտավ մեր մեջ, խաղաղություն եկավ մեր ներսը։ Սա չի նշանակում, որ դժվարություններն ու նեղությունները վերջացան, սրա մասին չի խոսքը, բայց եկավ կենարար հույսը, որ այս ամենի վերջում կա փրկություն, որ Աստված մեզ հետ է, որ Հիսուս Քրիստոսով մենք հաղթանակած ենք, որ դժվարությունների միջով կանցնենք, բայց դուրս կգանք։ Սա է իմ աղոթքը ու ցանկությունը ամեն մեկիդ համար, որ դարձի գաք, որ չմնաք անապաշխար, որ Աստծո այս խոստումները իրականություն դառնան ձեր համար և բոլորիս համար։ Ամեն։